Բարիգալու Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Խարազյան, հունվար այս տարվա տարեսկզբից, այսինքն ներդրվել է համակարգը, պարբերաբար առողջապահության նախարարությունը եւ նախարարը հանդես են գալիս տեղեկատվություն են տալիս հանրության, թե որքան գումար է ծախսվել, բայց վերջին ամսվա կտրվածքով կարծես չունենք, ըստ այդմ հունվար, հուլիս ամիսը ներառյալ, հա, որքան գումար է հատկացվել համակարգի բնականon ուրեմն գործունեություն ապահովելու համար եւ արդյոք դա այն կանխատեսելի սահմաններում է, թե այդ սահմանը հատել է։ Շնորհակալ եմ հրավերի համար, հունիս ամսվա ուրեմն կիսամյակի համար զեկույցը նաև հիմնադրամը ներկայացրել է հանրությանը եւ այդ զեկույցը հրապարակված է մեր կայքեջում եւ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ թե այդ ընթացքում ծառայություններ ստացած շահառուների թվային տվյալներին, թե նաև մեր կողմից, հիմնադրամի կողմից բժշկական կազմակերպություններին եւ դեղատներին կատարված փոխհատուցմանը։ Հուլիս ամսին մենք նախատեսում ենք կամ արդեն իսկ ֆինանսավորել ենք, որովհետև գործընթացը դեռ ամբողջովին չի ավարտվել, 20 միլիարդի շրջանակներում գումար, ինչը մեր ամսական վերջին ամիսների ընդհանուր կատարողականի շրջանակներում է եւ ըստ մեր նախնական կանխատեսումների առանձին վերցրած խմբերի համար, երբ որ մենք կանխատեսել էինք որոշակի ծախսեր, այդ ծախսերի մասով մենք որոշակիորեն մեր կանխատեսվող ցուցանիշների շրջանակներում ենք բացառություն են այստեղ կազմում մեր 18-ից 64 տարեկան բարձու աշխատողները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնց մասով մենք կանխատեսել էինք ավելի փոքր դիմելիության ցուցանիշներ, բայց ի զարմանս մեզ պարզվեց, որ մենք այստեղ էլ ունենք թաքնված, այսպես հետաձգված առողջական խնդիրներ, որոնք նույնիսկ եթե մենք համարում ենք, որ վարձու աշխատողները իրենք այս կամ այն չափով ապահովված են եւ չունեն էական ֆինանսական խնդիրներ բժշկին դիմելու եւ առողջական խնդիրների դեպքում ծառայությունների դիմաց վճարելու, բայց պարզվում է, որ այդտեղ էլ մենք բավականին, այսպես ասած, թաքնված առողջական խնդիրներ ունեինք, որոնք մարդիկ այդ խմբում ընդգրկված քաղաքացիները ապահովության ներդրումից հետո սկսեցին իրացնել։ Այսինքն, եթե առաջին 7 ամիսները միասին ենք վերցնում, մոտավորապես որքան գումար է հատկացվել համակարգին։ Կես տարի եւ վերջին 120 միլիարդի կարգի պլյուս մինուս, հա։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ եւս եթե 20 միլիարդով գնանք, հա, մոտավորապես վերջին ամիսների տվյալներով, մոտավորապես մենք կունենանք իրավիճակ, որ տարեվերջին 220 միլիարդի կարգի կազմի ընդհանուր համակարգի սպասարկման համար հատկացված գումարը։ Միջինում, այո, նմանատիպ թիվ ենք մենք կանխատեսում, որ կունենանք ծախսերի մասով։ Իհարկե ամիսները տարբեր կլինեն, որովհետև պլանային դեպքերը հիմնականում դրանք այս կամ այն չափով կանխատեսելի են եւ կառավարելի, բայց մենք չպետք է մոռանանք, որ ունենք սեզոնայնություն, հիվանդությունների եւ հիմնական քրոնիկ հիվանդությունների սրացումների եւ այս ընթացքում որոշակի տատանումներ եւ շեղումներ հնարավոր են, չնայած ապահովագրության փաթեթի շրջանակներում մենք նախատեսել ենք մեծ ծավալով երկրորդային կանխարգելման միջոցառումներ, հետազոտությունների ծավալ, քրոնիկ հիվանդությունների դեպքում դեղորայք, ինչը մեր կանխատեսումներով նաև այս շեղումները պետք է հաղթահարի, այսինքն մենք քաղաքացիներին, մեր շահառուներին հնարավորություն ենք տալիս ձեռք բերել դեղորայքը,
ամբողջովին հատուցվող ապահովության շրջանակներում կամ չնչին համավճարների տեսքով եւ այդ դեղորայքը ընդունելու պարագայում սահմանված հետազոտությունների անցնելու պարագայում մենք կանխատեսում ենք, որ այս մասով էլ մենք կունենանք այդ շեղումների որոշակի համահարթեցում։ Այսինքն կանխարգելիչ որոշակի միջոցառումներ կլինեն, այսպես ասած, հա։ Կան երկրներ, որ իսկապես ունեն հետեւյալ համակարգը, զարգացած երկրների մասին, որքանով ես եմ կարդացել եւ տեղյակ եմ, որ կա ապահովագրության համակարգը, բայց ինքը ստիպում է, որպեսզի ապահովագրության այդ փաթեթը ակտիվանա, ինքը ստիպում է իր քաղաքացուն տարեկան 1, 2 կամ 3 անգամ ընդհանուր համալիր հետազոտություն անցնել, որպեսզի կանխարգելիչ ճանապարհով գնան եւ մարդիկ, այսինքն դանակը ոսկորին չհասնի, որ նոր դիմեն բժշկին, հա, եթե ինչ-որ խնդիր է հայտնաբերվում, միանգամից այդ խնդիրը փորձում են խնդրի լուծման ուղղությամբ աշխատել, առողջական այդ խնդիրը ուղղելու ուղղությամբ աշխատել։ Հայաստանում Պարզե որ նոր է ներդրվել համակարգը, ապագայի հետ կապված կա մոտավորապես նման պատկերացում, որ մարդկանց մղեն կանխարգելիչ, այսպես բուժ հետազոտությունների։ Այո, կա, եւ մենք օրենքով ֆիքսել ենք, որ 2029 թվականից սկսած սկրինինգային հետազոտությունների անցնելը պարտադիր է լինելու փաթեթի ակտիվացման համար։ Եվ մենք այս 3 տարիների ընթացքում հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք արդեն այս 3 տարիների ընթացքում անցնեն որոշակի սկրինինգային հետազոտություններ, նույն օրինակ մարդու պապիլոմավիրուսի հետազոտությունը, սկրինինգը, որը որ մենք իրականացնում ենք արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով, նախատեսված է 30-ից 60 տարեկան կանանց համար եւ անց է կացվում 5 տարին մեկ։ Եվ ներկայումս այդ հետազոտությունը հասանելի է մեր բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, այդ տարիքային խմբում ընդգրկված ապահովագրված կանայք կարող են դիմել իրենց ընտանեկան բժշկին կամ գինեկոլոգին, հերթագրվել եւ անցնել այդ հետազոտությունը։ Իդեպ հետազոտությունը անցկացվում է աշխարհում լավագույն որակյալ, ուրեմն տեստի միջոցով, HPV տեստի միջոցով, որը համարվում է ոսկե ստանդարտ եւ Հայաստանում նույնպես հասանելի է։ Նմանատիպ հետազոտությունները նաև օրինակ մամոգրաֆիկ հետազոտությունը, կրծքագծի քաղցկեղի վաղ հայտնաբերման, նաև մենք շուտով կսկսենք կոլորեկտալ քաղցկեղի, այսինքն հաստ աղու, այդ տարածված, որ ասում են օնկոլոգիական, հա, ռակի հաստ աղու, այսպես այդ հետազոտությունը կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով, այսինքն հենց 2026 թվականից բոլոր այն ապահովագրված քաղաքացիները, որոնց ապահովագրությունը ուժի մեջ է մտնում 2026 թվականին, կարող են հենց 26 թվականից անցնել այդ հետազոտությունները եւ մենք հենց այդ նպատակով էլ 2029 թվականից ենք դրել շեմը, որ արդեն 2029 թվականից հետո փաթեթի ակտիվացման համար մենք պետք է նայենք, արդյոք ապահովագրված անձը անցել է այդ հետազոտությունները, թե ոչ։ Փաթեթում նաև մենք ներառել ենք կանխարգելիչ այցը։ Ինչ է դա նշանակում, որ մենք ունենք հստակ հաշվարկված բանաձև եւ մեր քաղաքացու ապահովագրված անձի կողմից թեկուզ էլեկտրոնային կամ բժշկի մոտ այցելելով 5-6 հարցերի միջոցով մենք որոշում ենք ռիսկը, օրինակ սիրտանոթային հիվանդության կամ շաքարային դիաբետով պայմանավորված եւ այդ որոշակի բալային, հա, բալերին համապատասխանելու դեպքում անմիջապես ուղեգիր է տրվում օրինակ նույն լիպիդային պրոֆիլի, հա, խոլեստերինի որոշման հետազոտության կամ գլյուկոզայի, երակի մեջ գլյուկոզի որոշման հետազոտության, այսինքն մենք մեր ապահովագրական փաթեթի մեջ, ինչպես դուք ճիշտ նշեցիք, առանձնացրել ենք հիմնականում 3 ուղղություն, որոնցից ամենակարևորը շեշտադրում ենք հենց սկրինինգային հետազոտությունները։ Իսկ համակարգը 2029 թվականին նախ քանի հետազոտության մասին է խոսքը տարեկան, որ պետք է պարտադիր լինի, որ փաթեթը ակտիվանա եւ երկրորդը կա նման պատկերացում թե ոչ եւ երկրորդը համակարգը 2029 թվականից պատրաստ կլինի, որ նույն ձև եւ նույն որակի հետազոտություն անցնի թե Երևանի բնակիչը Երևանում, թե Վայոց ձորի բնակիչը Վայոց ձորի մարզում, չգիտեմ, Եղեգնաձորում, թե օրինակ Սյունիքի բնակիչը Կապանում։ Համակարգը ենթակառուցվածքը նույն կերպ եւ նույն հասանելիությունը կապահովի բժշկական ծառայություններին։ Շատ լավ հարց է։ Ինչ վերաբերում է տեստերին, տեստավորման միջոցով հետազոտությունների անցկացմանը, ուրեմն տեստերը բոլորի համար նույնն է, այսինքն
քաղաքացին այդ կինը նույն օրինակ այդ HPV տեստը կանցնի Երևան քաղաքի պոլիկլինիկայում թե օրինակ Կապանի բժշկական կենտրոնում, այդ տեստերը բոլորի համար նույնն են եւ հետազոտությունն էլ իրականացվում է նորից ավտոմատ սարքավորումների միջոցով եւ արդյունքներն էլ ավտոմատ արդեն գրանցվում են մեր մոտ։ Ինչ վերաբերվում է պարտադիր հետազոտություններ կոնկրետ ռիսկային ուղղություններով պարտադիր հետազոտությունների մասին պարտադիր հետազոտությունները կոնկրետ ռիսկային ուղղություններով են եւ ցանկացած քաղաքացի ապահովագրված անձ այցելելով մեր կայքեջ կարող է այնտեղ տեսնել թե իր տարիքային խմբին բնորոշ ինչ հետազոտություններ կա նախատեսված եւ օրինակ նույնիսկ կանխատեսումով, հա, ինչպես որ ես նշեցի, օրինակ նույն արգանդի ֆիզիկի քաղցկեղի հայտնաբերման համար 5 տարին մեկ այդ տեստավորում, այսինքն եթե ինքը հիմա անցնի այդ տեստը, մեկ էլ պետք է անցնի 31 թվականին, ինքը ոնց որ այդ փուլը արդեն հաղթահարի։ Ինչ վերաբերվում է գործիքային հետազոտություններին, օրինակ մամոգրաֆներ, կոլորեկտալ քաղցկեղի դեպքում, եթե անհրաժեշտություն առաջանա, ասենք, կոլպոսկոպիկ հետազոտություններ, որովհետև ապահովության շրջանակներում մենք կարևորում ենք ոչ միայն հենց բուն սկրինինգային հետազոտությունը, այլ նաև սկրինինգային հետազոտության արդյունքում հայտնաբերված շեղումների հետագա ավելի խորացված ախտորոշիչ հետազոտությունները եւ բուժումը, որովհետև միայն սկրինինգով բացահայտելը դա դեռ ոչինչ չի տալիս։ Մենք պետք է կենտրոնանանք նաև հետագայում այդ քաղաքացուն ամբողջությամբ ուղեկցելու հետագա հետազոտությունների միջոցով բացահայտելու այդ շեղումը ռիսկային է, առողջությանը վնաս է, որքանով է վնաս եւ եթե տեսնում ենք, որ անհրաժեշտություն կա բժշկական միջամտության, ապա այդ միջամտությունը նույնպես ամբողջությամբ փոխհատուցվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում։ Այս ընթացքում որ հա արդեն միլիոնից ավել միլիոն կեսից եթե չեմ սխալվում ավել դիմելություններ են եղել, այդ խոսքը նրա մասին ինչ որ այդքան մարդ է դիմել, մի մարդը կարող է մի քանի անգամ է դիմել, հա, դիմելությունների մասին է խոսքը։ Դուք կարող եք ասել, որ արդեն ունեք ինչ որ չափով Հայաստանի բնակչության առողջապահական պատկերը, որը էլի շատ կարևոր է, այդ քարտեզը, որ չգիտեմ, մոտավորապես ինչ հիվանդություններով են հիմնականում մարդիկ ինչ հիվանդություններից են բողոքում, ինչի համար է դիմելիությունը բարձր, գուցե երբ որ այսինքն այդ տվյալները հավաքում է, դատան հավաքում է, հետո նաև հեշտ է դատայի հետ աշխատելը, տվյալների հետ աշխատել եւ հասկանալ ինչպիսի առողջապահական քաղաքականություն մշակել։ Իհարկե մենք ունենք արդեն այդ պատկերը եւ ես նաեւ պետք է նշեմ, որ դեռևս շատ վաղ է որոշակի վերլուծություններ եւ գնահատականներ տալ, բայց ինչպես եւ կանխատեսվում էր, մեր մոտ ավելի մեծ դիմելիությունը պայմանավորված է այն հիվանդությունների բեռով, որը որ կար շատ վաղուց դեռևս ոչ վարակիչ հիվանդությունների մասով, հա, սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություններ եւ դա է պատճառը նաեւ, որ մենք հենց ապահովագրական փաթեթը կառուցելիս, ծառայությունները դրանում ներառելիս մենք հիմնականում շեշտադրումը դրել ենք հենց այդ հիվանդությունների, հա, արդյունավետ կառավարման կամ բուժման նպատակով կիրառվող ծառայությունների ներառման վրա։ Այսինքն մենք փորձել ենք ներառել այնպիսի ծառայություններ մեր ապահովագրական փաթեթում, որոնք ճշգրտորեն հասցեագրում են այն բոլոր հիվանդությունները, որոնք պաշտոնապես մեր մոտ վիճակագրորեն միշտ դա էլ եղել են, եւ մեր առաջնահերթ խնդիրն է եղել նաեւ, որպեսզի ճիշտ հակազդենք, հա, այդ հիվանդություններին, այսինքն ըստ անհրաժեշտության վիրահատությունները, օրինակ սիրտանոթային հիվանդությունների դեպքում սրտի ստենտավորումից սկսած մինչև պրոթեզավորումը, արիթմոլոգիական դեպքերի ժամանակ այդ սարքերի տեղադրումը, հա, սրտի հիվանդությունների կառավարման առումով, սիրտանոթային հիվանդությունների կառավարումը արդեն հետ հիվանդանոցային կամ նախահիվանդանոցային փուլում, նույն հիպերտենզիվ հիվանդությունների դեպքում դեղորայքի ուրեմն ներառումը փաթեթում համապատասխան նաև հետազոտությունների ամբողջական փաթեթի ապահովումը, այսինքն այս միջոցառումներով մենք փորձել ենք հասցեագրել բոլոր այն խնդիրները, որոնք որ առկա են եւ պատահական չի, որ մեր օրենքում նաեւ ֆիքսված է, որ ապահովության փաթեթը հիմնականում պետք է ներառի այնպիսի ծառայություններ, որոնք որ
արդյունավետորեն կարողանում են հակազդել, կառավարել հիմնական հիվանդությունները, կանխարգելել հաշմանդամությունը, դրանցից մահացությունը եւ այլն։ Եվ մենք հենց այդ ուղղությամբ էլ ներկայումս մեր աշխատանքներն իրականացնում։ Մենք ձեզ հետ փորձեցինք հասկանալ, որ մոտավորապես այս տարեվերջ կարող է ծախսել ընդհանուր բյուջեն կազմել 220 միլիարդ դրամ, բայց քանի որ մի կողմից իհարկե բնակիչները, Հայաստանի քաղաքացիները դիմում են եւ այդ բուժ սպասարկումը ստանում են, կարող է մյուս տարիներին այդքան կարիքը չունենան այդ նույն ծավալի ծառայությունների, բայց մյուս կողմից էլ մինչև 29 թվականը նոր բնակչության նոր շերտեր են մտնելու, նոր խմբեր են մտնելու այս համակարգի մեջ եւ 29 թվականից ամբողջապես բոլոր շերտերը բնակչության ներգրաված են լինելու, հա, կա կանխատեսում որքան է ավելանալու կամ պակասելու այս գումարը եւ իսկապես պետական բյուջեն եւ այդ համաֆինանսավորումը, որ քաղաքացիներն են իրականացնում, կբավականացնի եւ այս տարի արդյոք խնդիր չեք ունենա դեֆիցիտի գումարի։ Մեր կանխատեսումներով մենք նման խնդիրների առաջ չենք կանգնի, հաջորդ տարի միացող խմբերը դրանք հիմնականում 18-ից 64 տարեկան բնակչության այսպես տարիքային խմբում ընդգրկված քաղաքացիներն են, մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողները, անհատ ձեռնարկատերերը, որոնց այսպես շրջանառությունը մինչև 2.4 միլիոն էր, քաղաքական պայմանագրերով աշխատողներ, տաքսի ծառայություններ մատուցող ուրեմն անհատները եւ մենք ինչպես են մտնելու տաքսի ծառայություն մատուցող անհատները ինչպես են միանալու համակարգին իրենք միանալու են համակարգին անհատապես, այսինքն մենք իհարկե տեղեկատվություն ունենք իրենց մասին, որովհետև հարկային համակարգում իրենք գրանցված են եւ որոշակի պետական տուրք են վճարում, բայց ամեն պատվերից որոշակի գումար վճարում են։ Բայց ամեն դեպքում իրենք միանալու են եւ ինքնուրույն պետք է վճարեն ապահովագրավճարը, ամսական ապահովագրավճարը։ Այսինքն, չգիտեմ, 50,000 տաքսի վարորդներ կան, 50,000 տաքսու վարորդները պետք է անհատապես application-ների միջոցով կամ ինչ-որ մի ձև այդ փոխանցումները անեն ամեն ամիս։ Մենք այդ մեխանիզմները արդեն մշակում ենք, որպեսզի այդ միանալը եւ այսպես վճարման համակարգը ավելի հեշտացվի։ Իրենք անհատապես դա պետք է անեն, թե դա պետք է անեն այն կազմակերպությունները, որոնց համար իրենք աշխատում են, Yandex-ը, Gigi-ին եւ այլ, ոնց պետք է դա տեղի ունենա։ Հիմա մենք քննարկումների փուլում ենք, որպեսզի հասկանանք, թե արդյոք այդ կազմակերպությունները, որոնք ուղղակի իրենք հարթակներ են, էլեկտրոնային հարթակ են, որին այսինքն նրանք այսպես մեր պատկերացրած վարձու աշխատողների դեպքում գործատուները չեն, որպեսզի իրենք այդպիսի պարտավորություն վերցնեն իրենց վրա, բայց մեզ թվում է, որ ինչ-որ մի լուծում կգտնենք, որ նաև այդ ընդհանուր գործընթացը ավելի հարթ անցնի, այսինքն այդ անհատապես վճարումների դեպքում մենք որևէ խնդիր չունենանք։ Բայց էլի պետք է 10,800 դրամը վճարեն ամսական։ Հա, ամսական։ Ինչ որ մի ձև դա կբաշխվի, բայց պետք է 10,800 դրամը վճարվի։ Հա, Կարողանանք իրականացնել տաքսի ու վարորդների շերտը բավական ըմբոս շերտ է, իրենք շատ հաճախ չեն ցանկանում նոր ֆինանսական պարտավորություններ վերցնել իրենց վրա։ Բայց իրենք են այդ ցանկությունը հայտնել։ Դուք երևի հիշում եք ապրիլ ամսին նրանք ցանկանում էին միանալ եւ հանդիպում իրականացվեց նրանց ներկայացուցիչների հետ եւ այս ընդհանուր մեխանիզմը մշակվեց եւ մենք օրենքում փոփոխություն իրականացրեցինք այդ նպատակով դեռևս ապրիլ ամսին։ Լավ, 2029 թվականից որքան կարող է լինել այս բյուջեն, հիմա որ 220 միլիարդ այս տարի փակվելու է 220 միլիարդով մոտավորապես 2029-ին որքան կարող է ավելանալ, պակասել, չգիտեմ։ Ներկայումս մենք հենց այդ հաշվարկներն ենք իրականացնում, եթե նախնական հաշվարկների հիման վրա համակարգին նոր միացող շահառուների թիվը կգերազանցի մոտավորապես 400,000-ը, որովհետև չմոռանանք, որ 27 թվականից նորից էլի մեր ապահովագրված անձանց պահանջից ելնելով մենք սկսում ենք փոխկապակցված անձանց ապահովագրություն։ Ընտանիքի անդամը, որը որ նախատեսված էր 28 թվականին, բայց մենք ստանում ենք հարյուրավոր գրություններ, որով որ քաղաքացիները
այսպես փորձում էին, խնդրում էին, որ իրենց ընտանիքի անդամներին են ներառեն ապահովագրության համակարգում եւ մենք դրան էլ ընդառաջ գնացինք եւ էլի օրենքում փոփոխություն մտցրեցինք ժամկետի հետ կապված, այսինքն այստեղ էլ մենք որոշակի կանխատեսումներ իրականացրել ենք եւ այդ կանխատեսումների հիման վրա մոտավորապես 400,000-ից ավել քաղաքացիներ, նոր շահառուներ կներգրավեն համակարգ, իհարկե իրենց առողջական խնդիրներով, ռիսկերով, որոնք որ մենք պետք է փորձենք կառավարել, բայց դուք շատ ճիշտ նշեցիք, որ այն խնդիրները, որոնք որ առկա են մինչև համակարգի ներդրումը, դրանք մասնակիորեն կամ առնվազն 60-70%-ով արդեն իրացվել են եւ մեր կարծիքով համակարգը ամբողջովին ունի այդ կարողությունները, այս նոր խմբերի առողջական խնդիրները նրանց ապահովագրելու դեպքում արդեն իրացնելու բայց կա նաև բնակչության ծերացման խնդիր Հայաստանում եւ շատ այլ երկրներում Հայաստան դրանով չի տարբերվում մյուս երկրներից զարգացած եւ այս առումով ըստ այդմ կա ինչ որ գոնե ինչ որ մոտավոր թվի հաշվարկ կա, այս թիվը, չգիտեմ, կկրկնապատկվի, այս թիվը կավելանա, կպակասի 220 միլիարդը 2029-ին 2029 թվականին տեսեք օրենքի համաձայն յուրաքանչյուր տարի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ լիազոր մարմինը, որը մեր պարագայում առողջապահության նախարարությունն է, պետք է հանդես գա հիմնադրամի հաշվետվությամբ եւ այդ ժամանակ նա կարող է առաջ քաշել, առաջ բերել օրենքի նախագիծ։ Չէ, սուտի նկատում եմ կանխատեսվող ինչ որ բան որը կվերաբերվի ապահովագրավճարի չափին, շահառուներին, ապահովագրական փաթեթին։ Եվ մենք կանխատեսում ենք բնականաբար, որ թեկուզ եթե նույնիսկ հաշվի առնենք հասարակ գնաճը, հա, սպառողական գների ինդեքսի փոփոխությունները եւ այլ ցուցանիշներ, որոնք իմիջիայլոց մենք ներառել ենք հենց մեր օրենքում որպես ապահովագրավճարի փոփոխության համար անհրաժեշտ հիմքեր, չենք բացառում, որ նաև առաջ կգա ապահովագրավճարի չափի փոփոխության պահանջը, բայց մենք պետքա դրա մասին մեր հանրությանը իրազեկենք եւ պատահական չի, որ դա ներկայացվում ազգային ժողովում, որովհետեւ ազգային ժողովը ինքը փաստացի մեր հանրության ներկայացուցչական մարմինն է եւ այնտեղ պետք է որոշում կայացվի արդեն ապահովագրավճարի չափի փոփոխության վերաբերյալ։ Այսինքն մյուս տարվանից դա թե 2029-ի մասին է դա խոսքը, որ կարող է ինչ-որ պահից որոշվի, որ պետք է փոփոխվի ապահովագրավճարի չափը։ Մենք բարբերաբար հաշվարկներ ենք իրականացնում ակտուարական մոդելի հիման վրա եւ արդեն մինչեւ այս տարվա ուրեմն հոկտեմբեր ամիսը մենք կունենանք նախնական գնահատականները ապահովագրավճարի չափի, ընդհանուր հիմնադրամի բյուջեի վերաբերյալ, հաջորդող 3 տարիների կանխատեսումներով ու նաև 2027 թվականի համար արդեն հստակ սահմանված բյուջեն, այդ ժամանակ արդեն այդ ցուցանիշները մենք կարող ենք հրապարակել։ Գործընթացները հիմա ուր են տանում, այս պահի տենդենսները կավելանա 2026-ից, 27-ից ներողություն, թե չի ավելանա ապահովագրավճարի չափը։ 2027-ից մենք այդպիսի կանխատեսումներ չունենք ավելացման, բայց հետագայում արդեն կախված քաղաքականությունից, որովհետև նույն քաղաքականությունը ձեր նշած տարբեր ռիսկերն են կապված տարիքային ներառման, քաղաքացիների իրազեկվածության բարձրացման կամ ծառայությունների գների վերանայման առերչությամբ պայմանավորված, բնականաբար մենք պետքա ուղղակի գնահատենք այդ քաղաքականությունների կամ ռիսկերի ազդեցությունը ընդհանուր ծախսերի վրա, որից հետո արդեն որոշում կկայացվի, թե ապահովագրավճարի չափ փոփոխման ենթակա է թե ոչ։ Տեսեք, վերջին շրջանում աղմուկ բարձրացավ, որ համավճարի ինչ որ մեխանիզմ է սկսել գործել, ոչ միայն գործել, այլ այդ մեխանիզմը ինչ որ առումով ահագնացել է, որովհետև համավճարի գումարը քաղաքացիներից սկսել են ավելի շատ գանձել։ Ես 1-2 գրառում եմ տեսել դրա վերաբերյալ, չեմ կարող դա էքստրապոլացնել եւ բոլորի վրա տարածել, բայց գոնե 1-2-ի դեպքում տեսել եմ այն, որ մարդը զանգել է, այսինքն փորձել է գրանցվել, հերթագրվել, որպեսզի նեղ մասնագետի մոտ հաճախի, իրեն ասել են, որ X գումար պետք է համավճար տաս, ասել է այո, մոտեցել է օրը, ասել են X + 1 գումար պետք է լինի, այսինքն եթե չգիտեմ 20% պետք է համավճար տար, հետո ասել են, որ չէ 40% պետք է տաս, որովհետև ինչ որ բան է փոխվել։ Դա
համակարգի ներսում կայացրած որոշում է փոփոխության վերաբերյալ, այսինքն ընթացքում զգացել եք, որ խնդիրներ կա եւ պետք է համավճար կիրառվի կամ համավճարի չափը ավելացվի, թե դա կոնկրետ հիվանդանոցներն են որոշում եւ հիվանդանոցներն են իրականացնում։ Տեսեք, օրենքում մենք արդեն ունենք ամրագրված, որ կարող են կիրառվել համավճարներ որոշ ծառայությունների համար ու հիմնադրամը ելնելով տարբեր նպատակներից, թե ուրեմն ծառայությունների նորագույն մեթոդներով ծառայությունների իրականացման ուրեմն խթանման նպատակով, որովհետև գիտեք, մեր մոտ արդեն կան բազմաթիվ ռոբոտ ասոցացված, հա, ռոբոտային այսպես վիրաբուժություն եւ մենք հենց այդ նոր մեթոդները խթանելու նպատակով ենք կիրառում համավճարներ։ Այսինքն այն գումարը, որ նախատեսված էր օրինակ նույն բաց վիրահատության, հա, համար, որ վիրահատությունը պետք է իրականացվեր այլ մեթոդով, եթե իրականացվում է ռոբոտացված, հիմնադրամը վճարում է այն արդեն նախատեսված չափով գումարը եւ քաղաքացին, եթե ցանկանում է ապահովագրված անձը ցանկանում է, որպեսզի ռոբոտային այդ վիրաբուժության միջոցով իրականացվի, վճարում է մնացած 50% գումարը։ Դա կոնկրետ դեմքեր է, ես գիտեմ, բայց կոնկրետ մարդը նեղ մասնագետի մոտ է գրանցվել, իրեն ասել են դու պետք է վճարես, օրինակ, չգիտեմ, 20%, ինքը ասել է շատ լավ, մոտեցել է, որ իրեն ասել են չէ, 40%-ը պետք է վճարես։ Դա ուրեմն անընդունելի է, բժշկական կազմակերպությունը չի կարող այսպես բարբերաբար վերանայել այդ համավճարների չափը եւ մենք արդեն իսկ կիրառել ենք դրա տեղեկացվածության ոնց որ ապահովագրված անձանց տեղեկացվածության բարձրացման միտված որոշակի միջոցառումներ, նաեւ բժշկական կազմակերպություններին ենք տեղեկացրել եւ հիմա ստեղծված է գործիք մեր կայքեջում եւ ապահովագրված անձը, երբ որ ունի ուղեգիր որևէ մասնագետի մոտ խորհրդատվություն անցնելու համար կարող է հեշտությամբ նայել մեր կայքեջում, թե այդ խորհրդատվության համար որ բուժիմնարկում են արկա, ուրեմն խորհրդատվություն տրամադրող մասնագետներ, արդյոք կիրառվում է համավճար, թե ոչ, համավճարի չափը, կիրառման պայմանները, որովհետև ստեղ դա հանրամատչելի տեղեկատվություն է, այդպես տեղադրված, նկատի ունեմ Excel sheet չի, չէ՞, որ մարդն հենց կայքեջում դուք կարող եք մտնել եւ տեղեկանալ, մենք նույնիսկ այդ երիզ ենք պատրաստել վիդեո, որով ցուցադրում ենք, թե քաղաքացին ինչպես կարող է այդ քայլերը իրականացնել եւ տեսնել այդ ամբողջ ինֆորմացիան, նաեւ մեր բժշկական, նաեւ այստեղ շատ կարեւոր է համավճարի կիրառման պայմանները, որպեսզի ճիշտ ներկայացվեն, որովհետեւ շատ դեպքերում բժշկական կազմակերպությունները, օրինակ պոլիկլինիկաները, մասնագիտացված խորհրդատվության համար համավճար վերցնում են այն դեպքերում, երբ որ այդ քաղաքացին այլ պոլիկլինիկայում, այլ ԱԱՊ բժշկի մոտ գրանցված քաղաքացի է, այսինքն իրենց տարածքում գրանցված քաղաքացիների համար համավճար չի կիրառվում, այլ համավճար կիրառվում է միայն եթե քաղաքացին ընտրել է, հա, այլ պոլիկլինիկայում է գրանցված, բայց ընտրել է այդ կոնկրետ պոլիկլինիկայի կամ հիվանդանոցի բժշկի։ Հիվանդանոցի ինքն է որոշում մտնել ապահովագրությամբ աշխատելու այս համակարգի մեջ, թե ոչ։ Այո, բժշկական կազմակերպությունները իրենք ներկայացնում են, որովհետև դա հրապարակային օֆերտայի պայմանագիր է, եւ մենք տեղադրում ենք պայմանները, թե ինչ պայմաններով նրանք կարող են միանալ համակարգին, բժշկական կազմակերպությունները լրացնում են այդ պայմանները եւ ուղարկում են ակցեպտը, այսինքն համաձայնությունը, որպեսզի այդ պայմանների շրջանակներում մատուցեն։ Գիտեք ինչպես է հարցը տվեցի, որովհետեւ եղել է դեպք, որ մարդ անձը գնացել է պոլիկլինիկա սպասարկվել է, այսինքն իրեն հետո ուղղորդել են կոնկրետ հիվանդանոց, որպեսզի ինքը այնտեղ արդեն նեղ մասնագետի մոտ այդ ծառայությունը ստանա, բուժզննումն անցնի, եւ այդ հիվանդանոցը այնտեղից ասել են, որ գիտեք, մենք համակարգին կցված չենք եւ դուք պետք է ամբողջությամբ վճարեք այս ծառայության համար։ Այսինքն լինում են դեպքեր, որ պոլիկլինիկայից մարդուն ուղղորդում են հիվանդանոց եւ այդ հիվանդանոցից ասում են, որ ներողություն, բայց պետք է վճարեք։ Պոլիկլինիկաները իրավունք չունեն որևէ քաղաքացու ուղղորդելու, պոլիկլինիկաները ունեն իրենց կոնկրետ գործառույթը, իրենց նեղ մասնագետի մոտ է ուղղորդել, բայց նույնիսկ նեղ մասնագետի մոտ ուղղորդելու իրավունք չունեն։ Եթե անհրաժեշտություն կա նեղ մասնագետի խորհրդատվության, ապա ընտանեկան բժիշկը տրամադրում է ուղեգիր։ Այդ ուղեգիրը բաց է եւ քաղաքացին կարող է
գնալ ցանկացած բժշկական կազմակերպություն, որը որ մեր կայքեջում նա կգտնի այդ խորհրդատվություն տրամադրող, կծանոթանա համավճար կիրառվում է թե չի կիրառվում, նախորոք այնտեղ մենք տեղադրել ենք նաև հեռախոսահամարները, տեղակայումը եւ այլն, ամբողջական տեղեկատվություն կա եւ նա կարող է այդ միջոցներով զանգահարել, տեղեկանալ, արդյոք նրանք աշխատում են ապահովագրության շրջանակներում թե ոչ, համավճարի չափի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ, հերթագրվել եւ նոր այցելել բժշկական կազմակերպություն։ Մենք նաեւ ցանկանում ենք, որպեսզի այս մշակույթը մեր հասարակությունում, մեր ապահովագրված անձանց շրջանակում ամրագրվի, նախորոք, տեղեկություններ ստանալ այդ ծառայությունների մատուցման, դրանց պայմանների վերաբերյալ հերթագրվել, պարտադիր, որպեսզի ավելորդ ժամանակ եւ նյարդեր չծախսել, այդ գործընթացի վրա։ Պարոն Խարազյան, դուք ուրեմն մայիս ամսին, մայիսի 27-ին տված ձեր հարցազրույցներից մեկում Բենքսեմին ասել եք հետեւյալը, որ առողջությունը չպետք է կախված լինի մարդու գրպանից։ Եվ հետո բացատրում եք նաեւ դա ինչ է նշանակում։ Բայց այնուամենայնիվ, քանի դեռ կա համավճարի համակարգը եւ քանի դեռ մարդը երբեմն կամ մի շարք դեպքերում վճարում է իր գրպանից եւ քիչ չի վճարում, ամեն դեպքում իր գրպանից կախված է, հա։ Ձեր այս խոսքը արդյոք մի փոքր աբսոլյուտիզացված չի։ Տեսեք, այդտեղ առողջությունը չպետք է պայմանավորված լինի մարդու վճարունակությամբ, դա է հիմնական գաղափարը, այսինքն եթե մարդը վճարունակ չի, դա չի նշանակում, որ նրա համար չպետք է լինեն հասանելի հիմնական առողջապահական ծառայությունները եւ իմ կարծիքով այստեղ այն համակարգը, որ մենք ունենք, հենց նաեւ այդ հիմքերի վրա է դրված եւ հիմնական նաեւ գաղափարը նա է եղել, որ մարդը պաշտպանված լինի առողջական որոշակի խնդիրների դեպքում ապահովագրության համակարգի շրջանակներում դիմել ծառայություններ ստանալուց, որովհետև մենք ինչ խնդիրներ ունեինք, մենք ունեինք խնդիր, որ քաղաքացիները ուղղակի չէին դիմում բժշկի ֆինանսական պատճառներով եւ այդ քաղաքացիների թիվը բազմաթիվ էր։ Խնդիրները հետաձգվում։ Հա, հենց իմ նշած այդ ցուցանիշը, որ նույնիսկ հարցու աշխատողները, որոնք եկամուտ ստացողները խուսափել են դիմել բժշկի եւ ինչով է դա պայմանավորված եղել, հենց դրանով, որ նրանք դիմելու դեպքում պետք է ամբողջությամբ կատարեին այդ վճարը, իսկ հիմա նրանք ուղղակի ապահովագրավճար են վճարում ամսական կտրվածքով եւ կարող են հանգիստ դիմել ծառայությունները ստանալու։ Պարոն Խարազյան, բայց այնուամենայնիվ համավճարը կա։ Այո, համավճարը կա, բայց եթե մենք համադրենք, թե մինչեւ համակարգի ներդրումը մեր մոտ ընդհանուր առմամբ մարդկանց կողմից ինչքան էր վճարվում առողջապահական ծառայությունների եւ դեղերի համար, ապա դա շատ չնչին տոկոս է, որովհետեւ մեր ցուցանիշները մինչեւ 25 թվականը գրպանից դուրս ծախսերը, այսինքն մարդկանց կողմից անմիջականորեն ուղղակիորեն առողջապահական ծառայությունների եւ դեղերի համար վճարները կազմում էին ընդհանուր մեր ծախսերի մինչեւ 80%-ը։ Հիմա այս 6-7 ամիսների ընթացքում համավճարները, այսինքն էլի որ մարդիկ իրենց գրպանից որոշակի վճարներ են կազմել, ընդամենը կազմում են 1.8%, այսինքն չեն գերազանցում 2%-ը։ Իմ նշած 120 միլիարդ դրամի ընդամենը մինչև 2%-ն են կազմում մարդկանց կողմից գրպանից դուրս կատարվող վճարները։ Եվ տասնյակ անգամներով նվազել են։ Այո, եւ եթե դեղորայքն ենք վերցնում, դեղորայքի մասով էլ մեր ընդհանուր մարդու կողմից կատարվող վճարների մեջ ամենամեծ բաժինը դեղորայքին էր բաժին ընկնում, մոտավորապես 30-ից 40%, հիմա դեղորայքի համար համավճարը միջինում 6.5-7% է։ Այսինքն դրանք շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք որ հենց բնութագրում են իմ նշած այսպես վճարմամբ չպայմանավորված, հա, առողջությունը, որ չպետք է լինի վճարունակությամբ պայմանավորված, եւ մենք պետքա դա ապահովենք ապահովագրության շրջանակներում մեր այդ փաթեթների ճիշտ կառուցման միջոցով։ Վերջին հարցը 26 թվականից ներդրվել է համակարգը, աշխատում է, բայց կարող եք արդյոք երաշխավորել, որ մինչև 29 թվականը ամբողջությամբ իսկապես կներդրվի համակարգը ներառելով բոլոր շերտերին եւ հետաձգումներ չեն լինի։
մենք ունենք հստակ ռազմավարություն, փուլային ներդրման, իհարկե այդտեղ կարող են ռազմավարության մեջ որոշակի շտկումներ տեղի ունենալ ապահովագրավճարի չափի, պետության կողմից սուբսիդավորման չափերի վերաբերյալ եւ այլն, բայց ինձ թվում է նպատակայինությունը հստակ սահմանված է ու նաեւ այսպես կառավարությունն էլ ինձ թվում է հակված է այս բարեփոխումը շարունակելու եւ օրենքով սահմանված ժամկետներում բնակչության բոլոր խմբերին ներառելու ուղղությամբ աշխատանքները ավարտելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը Սամվել Խարազյանն էր։ Ցտեսություն կհանդիպենք։